Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն։ Բարև հարգելի հեռուստադիտող, Մեդինֆորմի շրջանակում այսօր շատ կարևոր թեմա ենք արձարծելու, խոսելու ենք լնդերի ախտահարումների, բորբոքվածության եւ առհասարակ լնդերի շրջանում տարածված խնդիրների մասին, ինչպես նաեւ անդրադառնալու ենք իմպլանտների տեղադրման հետևանքով բերանի խորոչի այս կամ այն խնդիրներին, որքանով են դրանք ավելի ճիշտ կիրառել եւ որքանով են իմպլանտների այսքան ստոմատոլոգիայում ներդրումը նպաստել տարատեսակ խնդիրների առաջացմանը։ Թեմայի շուրջ ես զրուցելու եմ եկել պարոդոնտոլոգ, Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ, էսթետիկա ստոմատոլոգիական կենտրոնի մասնագետ Լուսինե Հարությունյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք, անչափ կարևոր է թեման, որի մասին խոսելու ենք։ Շնորհակալ ենք փոխադարձ։ Եվ այսպես բժշկուհի տարբեր լնդային ախտահարումներ։ Նախ եւ առաջ դրանք երևի թե առաջին հերթին արտահայտվում են բերանից տհաճոտով եւ լնդերի շրջանում առկա աջունահոսությամբ։ Ինչ այլ ախտանշաններ կան եւ ինչ ծագումնաբանություն դրանք ունեն։ Ներկայումս լնդի խնդիրները շատ տարածված են, բավական հաճախ են հանդիպում հատկապես մեծ տարիքում 35 տարեկան եւ ավել, բայց պատկերացրեք վերջերս նկատվել է նույնիսկ հիվանդության երիտասարդացում։ Ինչ է իրենց ներկայացնում լնդի խնդիրները։ Առաջի հերթին դա բորբոքումներն են, որոնք դրսևորվում են լնդերի այտուցվածությամբ, կարմրությամբ, նույնիսկ կարող է այսպիսի մի հետաքրքիր ախտանշան լինի, ինչպեսին լնդի քորը, հա, կարող է թվալ թե դա ինչ-որ սուբյեկտիվ զգացողություն է, տոտալյալ անհատին թվում է թե դա իր ինչ-որ անհասկանալի, այո, առանձնահատկություն, բայց դա կարող է հենց բորբոքման առաջին նշանը լինել, որ պետք չի բաց թողել։ Եվ լնդի խնդիրները ինչքան վաղ փուլում են, բացահայտվում եւ բուժվում, այդքան հետագա կանխատեսումը լինում է ավելի հաջող։ Այ կարող է լնդային խնդիրը հանգեցնել ատամների տեղաշարժին կամ հակառակը, ատամների տեղաշարժը բերել լնդային խնդրի։ Առաջինը այո, երկրորդը պատկերացրեք եւս այո, ուրեմն հերթով անդրադառնանք։ Լնդի խնդիրների պարագայում ինչ է լինում, այսինքն ատամը պահող հյուսվածքները, դրա մեջ մտնում է լինդը, ոսկրը, այո, իրենք սկսում են ապաճել, այսինքն առաջանում է բորբոքում։ Բորբոքային ֆոնի վրա ատամը պահող հյուսվածքները սկսում են հետ զարգանալ, բորբոքվել, հետ զարգանալ, այդ իսկ պատճառով ատամը իր հենարանը, որ կորցնում է, բնականաբար ծամողական ուժերի ազդեցության տակ ինքը հնարավոր է տեղաշարժվի։ Օրինակ կարող է դիտվի ատամների հովհարաձև լայնացում։ Պացիենտը գալիս է, ասում է բժշկուհի ջան, դուք գիտեք, վերջի մի քանի ամիսների ընթացքում ատամները այսպես տեղաշարժվել են, ատամների արանքը առաջացել են տարածություններ, որը չի եղել նախկինում։ Ինչ վերաբերվում է, երբ որ ի սկզբանե լնդերը լինում են առողջ, բայց ինչ-ինչ պատճառներով, օրինակ իմաստության ատամները սկսում են ծկթել, հետևի կողմերից սկսում են սեղմել դիմացի ատամները տեղաշարժվում են մեկը մյուսի նկատմամբ, դա առաջացնում է լնդի սեղմում, հիգիենայի վատթարացում, պացիենտը կամ անհատը ի վիճակի չի լինում լիարժեք մաքրել ատամները, եւ այդ իսկ պատճառով լինդը սկսում է բորբոքվել։ Այսինքն ցանկացած իրավիճակ, երբ որ նորմայից առաջանում է շեղում, դա միանշանակ ունենում է իր հետևանքը։ Բժշկուհի, որքանով է ճիշտ պարբերաբար լնդաբանի մոտ, պերիոդոնտոլոգի մոտ անցնել բուժզննում խորհրդատվություն, քանի որ ասես մեր սովորության մեջ արդեն մտել է ստոմատոլոգին այցելելը, բայց պերիոդոնտոլոգին դեռևս ոչ։ Դա իհարկե խրախուսելի է։ Ասեմ ձեզ, որ պերիոդոնտոլոգ մասնագիտությունը նոր-նոր սկսում է զարգանալ։ Մենք մեր ասոցիացիայով շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, հատկապես իմ ուսուցիչ, մեր ասոցիացիայի առաջին նախագահ Վարդան Բակալյանի օգնությամբ։ Մենք ներդրում ունենք, որպեսզի մասնագետները եւս շատանան, եւս այդ ուղղությամբ կրթություն ստանան եւ հասանելի լինեն բոլոր կլինիկաներում։ Շատ լավ կլինի,
լինի, երբ որ պարբերաբար հսկողությունը լինի, այսինքն հայտնաբերվի առաջին նշանը, որովհետև դա հաճախ բացաթողնվում, պացիենտները գալիս են բավական ուշ փուլերում եւ դա լուրջ խնդիր է համբժշկի համար վերականգնել, հա, նախկին վիճակը, որը որ հաճախ չի լինում ստանալ, համ էլ պացիենտի համար, որ մինիմալ ինքը ռեսուրսների հաշվին, թե ֆինանսական, թե հոգեբանական, հա, իրենք վերականգնեն կորսվածը։ Այո, բերանի խոռոչի խնամքից մի փոքր խոսենք կապելով լնդերի խնդիրների հետ։ Այ որքանով է կարևոր ճիշտ բերանի խոռոչի խնամք իրականացնելը կանխարգելելու համար լնդային խնդիրները, սրանք արդյոք փոխկապակցված են։ Իհարկե, ու բերանի խոռոչի հիգիենան, դրա համար մենք ասում ենք անհատական հիգիենա, որովհետև հիգիենիկ միջոցները, այն ինչ որ ես եմ օգտագործում, կարող է ձեզ համար հարմարավետ չլինի եւ ճիշտ չլինի։ Դրա համար ստոմատոլոգը, որ ընտրում է անհատական պարագաները, հա, անհատական միջոցները, դա շատ ճիշտ է։ Կախված ուրեմն լնդի տեսակից, որովհետև լնդերը լինում են տարբեր, բարձվում է, ունենք բարակ լինդ, ունենք հաստ լինդ, եւ այն խոզանակը, որը որ ճիշտ է հաստ լնդի պարագայում, բարակ լնդինը կարող է կատեգորիկ վնասակար լինել։ Այդ դեպքում ինչպես ընտրել խոզանակ, լնդաբանի հետ խորհրդակցելով։ Կամ լնդաբանի, կամ հիգիենիստի, հա, կամ ստոմատոլոգի հետ։ Հետաքրքիր է, երբևէ չէի պատկերացնի, որ խոզանակները նույնպես ունեն առանձնահատկություն։ Իհարկե, միանշանակ ունենք միջատամնային հիգիենա, որը անտեսվում է հաճախ։ Ցավոք սրտի ստոմատոլոգներն էլ այդ նյութին չեն տիրապետում, ցավոք սրտի, բայց հուսանք, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ այդ բացը կլրացվի։ Միջատամնային հիգիենան շատ կարևոր է, որովհետև լնդի խնդիրները առաջի հերթին սկսում են միջատամնային տարածությունից։ Թվում է, թե դա ինչ է, ասենք խոզանակով, եթե օրինակի համար երկար մաքրենք, հնարավոր է, որ այդ տարածությունն է մաքրվի, բայց իրականությունը այլ է։ Այո, իրականում մենք պատշաճ չենք ապահովում այդ քանակը, ժամանակը մաքրելու րոպեն։ Շարժումների ուրեմն ուղղությունը, այո, ինչպիսի պարագաներ ընտրել, ինչ միջոցներ ընտրել, որովհետև հաճախ ասում են ինչ մածուկ, բայց մածուկը երկրորդականն է լինում հաճախ։ Ճիշտ է ընտրել մեխանիկները, նույնպես կարևոր են հատուկ լուծույթների միջոցով, թե դրանք ասես կոմերցիոն բնույթ են կրում։ Տեսեք, կոմերցիան շատ է միանշանակ, գովազդը շատ է, դա խանգարում է իհարկե, իրենք համարվում են երկրորդային միջոցներ։ Առաջինը միանշանակ մածուկ, ատամի խոզանակ, միջատամնային պարագա, երկրորդային արդեն գալիս է ողողիչները տարբեր։ Դա լինում է ըստ ցուցումների, միանշանակ պետք է լինի ցուցումներով պետք է օգտագործել։ Իհարկե, որովհետև կա սպիրտային պարունակության, առանց սպիրտային պարունակության դա լուրջ տարբերություն է։ Ու այսպես չկանոնավորված, հա, այսպես ինքնաբուխ օգտագործումը հետագայում եթե օրինակ կարիք լինի ինչ-որ մի միջոց ճիշտ կիրառել, կարող է այդ էֆեկտը չունենա։ Այո, ինչպես դորայքի պարագայում կա։ Այո, պետք է հստակ միջամտություն լինի, օրինակ այսինչ վիրահատությունից հետո ցուցված է այսինչ միջոցով, այո, ողողումը անել։ Այո։ Բժշկուհի, լնդերի մասին խոսելիս չենք կարող շրջանցել լնդերի ասես իջեցումը, ռեցեսիան, այս թեման, որը շատ տարածված է եւ իրականում իրենից կարծում եմ ուշագրավ փաստ է ներկայացնում։ Մի փոքր խոսենք ռեցեսիայից, որքան հաճախ է այն հանդիպում եւ առհասարակ այս խնդրին ինչպիսի լուծում եք տալիս։ Լնդի ռեցեսիաները եւս սկսել են ավելի հաճախակի հանդիպել, կարող է պատճառը լինի օրթոդոնտիկ բուժում, օրինակ ատամների տեղաշարժը, գենետիկ նախատրամադրվածություն, օրինակ ծնոտները լինում են ավելի նեղ, նուրբ, ատամները ստացվում են խոշոր։ Հաջորդ պատճառը իհարկե տրավմատիկ գործոնն է, այսինքն ոչ ճիշտ խոզանակելը։ Մենք նախորդիվ խոսացինք, չէ՞, անհատական հիգիենայի միջոցներից, եթե պարագան, անհատական հիգիենայի պարագան, օրինակ խոզանակը ընտրվել է սխալ, օրինակ կոպիտ խոզանակել, բայց տվյալ անհատի մոտ լինդը բարակ է։ Երկարատև այսպիսի կոպիտ խոզանակումը բերում է լնդի վնասվածքի եւ արդյունքում լինդը սկսում է ատամի արմատի երկայնքով սահել, հա, եւ արմատի մերկացում է լինում, մենք դա ասում ենք լնդի ռեցեսիա։ Ներողություն, իսկ խոզանակով մաքրում կատարելիս արդյոք մարդը կարող է զգալ, որ այդ խոզանակ իրեն այնքան էլ հարմար չէ, կոպիտ է, այդ լնդի հետ հարաբերակցությունը զգացվում է։ Սովորաբար զգում են, բայց դրան ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ առաջի անգամ որ կպցնում են, իրենց դեմի մասը մազիկներ պետք է ատամին կպնի, հպվի, մյուս մասը լնդին, առաջանում է այսպես տհաճություն, հա, եւ իրանք նախ լիարժեք չեն մաքրում, իսկ եթե անտես
տեսում են դա բժիշկը ասել է ինտենսիվ կմաքրեք կոպիտ խոզանակով օրինակի համար, հա, իրենք անտեսելով իրենց զգացողությունը շարունակում են ինտենսիվ կոպիտ խոզանակով երկարատև մաքրել, դա շատ արագ բերում է ռեցեսիայի։ Իսկ այ որ խոզանակն է, որ միջինում գրեթե բոլորին հարմար է։ Այսպիսի տարածված կարծիք կա, որ կանանց աղջիկների մոտ ավելի հաճախ դոմինանտ է բարակ լնդի տեսակը, այսինքն իրենց գերադասելի է փափուկ խոզանակը, այո։ Տղամարդկանց մոտ ավելի հաճախ երբ որ լինում է հաստ լնդի ֆենոտիպը, այս դեպքում արդեն կարելի է միջին կոշտության։ Բայց ինչն է հետաքրքիր, մենք որ հիմա սկսել ենք օտարազգի պացիենտներ ավելի հաճախ ընդունել, օրինակ սլավոնական ծագման, իրենց մոտ նույնիսկ տղամարդկանց մոտ շատ հաճախ լինում հենց բարակ լնդի տեսակը, այսինքն սեռերով առաջնորդվել էլի հստակ չի, այո, դրա համար պետք է լինի անհատական, դա ամենաճիշտ մոտեցումը։ Իսկ այդ կան խոզանակներ, որոնք իրենց մեջ նաև ներառում են, ասես ռեզինե հատվածներ, դրանք որքանով են ճիշտ դա ավելի շատ գովազդային է, տարբերվելու համար, այսպես որևէ ֆունկցիա դա յուրահատուկ չունի, այո։ Նու գովազդը ասում է, որ իրենք ավելի նուրբ են աշխատում օրինակի համար, բայց մենք մեր աշխատանքային այս փորձից ելնելով դա առանձնապես ազդեցություն չունի։ Այո։ Բժշկուի եւ ստոմատոլոգիայում վերջին այսպես գագաթնակետը, ասես վերջին տարիներին բացի ատամների հոլիվուդյան ժպիտ, վիներինգ այս սպիտակեցումներից նաեւ շատ հանրահայտ է դարձել իմպլանտների կիրառումը։ Հետաքրքիր է, որ նշվում է միայն իմպլանտների դրական կողմը։ Արդյոք այն ունի հակառակ երեսը նույնպես, որքանով է դրանց կիրառումը նպաստում լնդերի որևէ խարխլման։ Իմպլանտները, որ սկսեցին տարածվել, իրենք պանացեայի այսպես սկզբունքով են առաջնորդվում, այսինքն բնական ատամները պետք չեն, կարելի է հեռացնել ասեն իմպլանտացիա, մինչև հիմա այդ տենդենսը կա, հատկապես գովազդում են ընկերությունները, ովքեր արտադրում են իմպլանտները, բայց հետազոտությունները ցույց են տալիս եւ մենք, որ հաճախ մասնակցում ենք միջազգային գիտաժողովերի, այստեղ շեշտադրում են արդեն բնական ատամների կարեւորությունը։ Նույնիսկ հետազոտություն կա, որ ասում են ծերունական թուլամտությունը հնարավոր է կանխարգելել բնական ատամները պահպանելով։ Նույնիսկ այսպիսի կարծիք կա։ Խոսքը շապիկների կիրառման մասին է նաև, թե միայն իմպլանտների։ Կարևորը լինի բնական ատամ, թե բնական ատամը ձեռք տված չի կամ շապիկով է, դա էական չի։ Բնական ատամի շուրջը լինդը շատ յուրահատուկ կապեր է առաջացնում, որը հնարավոր չի ստանալ իմպլանտի շուրջ։ Իհարկե իմպլանտը շատ զարգացրել է ստոմատոլոգիան, առանց իրենց հատկապես անատամ ծնոտ կամ եթե ատամը հնարավոր չի պահել, իրենք շատ յուրահատուկ փրկություն են, այո, իհարկե հատկապես երբ որ մենք շարժական պրոթեզավորումից ազատվեցինք, բայց բնական ատամը հեռացնել, եթե հնարավոր է պահել եւ դրա փոխարեն օգտագործել իմպլանտ իհարկե չի կարելի։ Սա մեր իհարկե սկզբունքն է, դրանով ենք առաջնորդվում եւ այդ ինֆորմացիան ուզում ենք հասցնենք նաեւ մեր մյուս գոլեգաներին, որ հնարավորինս առողջ, եթե այն ատամը, որ հնարավոր է պահել, այո, եւ դրանով է պայմանավորված նաեւ բարդությունները, որտեղ շատ հաճախ են հանդիպում, ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում։ Մենք էլի եմ ասում, հա, գիտաժողովերի ներողություն լնդային խնդիրների առումով, այո, բարդությունը իմպլանտի շուրջ, քանի որ լինդը շատ փուխր հյուսվածքա ձևավորվում, այլ նախքին լնդային հյուսվածքը այլևս հնարավոր չի ստանալ։ Եվ ինքը ընկալունակ է նույն միկրոբների նկատմամբ, նույն այդ տրավմայի խոզանակի նկատմամբ շատ ավելի ընկալունակ է եւ նուրբ փխրուն, քան եթե դա լիներ բնական ատամի շուրջ։ Այդ իսկ պատճառով բորբոքումները, հա, լնդի բորբոքումները, լնդի իջեցումները, ռեցեսիաները նաեւ իմպլանտների շուրջ շատ ավելի հաճախ են առաջանում։ Այ լնդի ռեցեսիային մեկ հարց եւս անդրադառնանք, եթե լինդը, ասես, իջացած է կամ հետ քաշված է, որևէ փոփոխության ենթարկված է, սա արդյոք վիրահատական եղանակով լուծելու դեպքում մեկընդմիշտ է լուծում այս խնդիրը, վիրահատությունը, թե դա կարող է կրկնվել։ Կարևոր է, որ պահին է պացիենտը դիմել։ Եթե դիմում է վաղ փուլում, այս դեպքում մենք մինչև 100% կանխատեսում ունենք, այսինքն հնարավոր է դեֆեկտը վերականգնել 100%-ով։ Վիրահատություն բառը իհարկե պացիենտներն շատ խուսափում են այդ բառից, վախենում են։ Մեզ խանգարում է նույնիսկ արհեստական ինտելեկտը, ես աշխատում եմ այդ ուղղությամբ ճիշտ ասած։ Միջամտություն բառը միգուցե եւ ասում են, այ միջամտությունը հա շատ ավելի լավ ու զգուշացնենք, որ դա շատ լավ լուծում է։ Այսպես կարծիք կար, որ եթե կա ռեցեսիա,
ատամը պետք է հեռացվի։ Իրականում ատամի կյանքի որակը եւ դրանով կապված պացիենտի կյանքի որակն է տուժվում ռեցեսիայի պատճառով, այսինքն արմատը մերկանում է, հնարավոր է այնտեղ տարբեր դեֆեկտներ առաջանա, մաքրելն է տհաճ լինում եւ այլ էսթետիկան եւս խաթարված է լինում եւ դա ինչքան վաղ փուլում իրականացվի ձեր ասած միջամտությունը այդ բaragայում այո այնքան էֆեկտիվությունը մեծ կլինի այո բժշկու եւ վերջին հարցս որ ինձ անչափ հետաքրքրում է կապված է դուք նաեւ Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահն եք եւ այս առումով աշխատանքներ եք տանում ինչպես դուք նշեցիք որպեսզի յուրաքանչյուր ստոմատոլոգիական կենտրոնում իսկապես լնդաբանները նույնպես ունենան իրենց ուրույն դերը քանի որ խնդիրը անչափ կարեւոր է եւ փոքրինչ երկրորդական պլան մղված մի փոքր հակիրճ ներկայացրեք թե ինչ աշխատանքներ է որ տարվում են այս ուղղությամբ մենք կազմակերպում ենք մոդուլային ուսուցում, այսպես ասված Perio-School, եւ վերապատրաստում ենք մեր բժիշկներին պարադոնտոլոգիան, պերիոդոնտոլոգիան, տարբեր մոդուլներ, դրա մեջ տարբեր բաժիններ են մտնում, սկսած պահպանողական բուժումից, վիրահատական բուժում, էսթետիկ պարադոնտոլոգիան, այսինքն նույնրեցեսիաները ինչպես վերականգնել եւ այլն։ Եվ քանի որ թեման շատ յուրահատուկ է եւ կարծում եմ շատերին է հետաքրքրում, չծեծված թեմաներ շարքից էր այսօրվա մեր զրույցը կխնդրեի մի փոքր հորդոր խորհուրդ ուղղեիք մեր հեռուստադիտողին առհասարակ լնդերի հանդեպ ուշադրությունը ավելի ակնառու պահելու համար խնդրեմ Շնորհակալություն հնարավորության համար շատ կարևոր է ուշադիր լինել թեկուզ այն սկզբնական նախանշաններին, հա մի փոքր քոր, որի մասին ասացինք, կամ արյունահոսություն, այս բան արյուն եկավ, պետք չի անտեսել, քանի որ վաղ փուլում արված միջամտությունը, հա, բուժումը շատ ավելի լավ ելք է մեզ ապահովում, քան եթե սպասենք, անցնի ժամանակ եւ այդ պարագայում արդեն լնդի խնդիրի բարդությունը գալիս է ատամի հեռացում, այսինքն դիմում են պացիենտներ, իրենք արդեն պատրաստ են անցնելու բուժման, հա հոգեպես պատրաստվել են, բայց անցել է մի քանի տարի եւ մենք այլևս իզորու չենք փրկելու ատամները։ Այդ իսկ պատճառով հորդորը կարևոր հենք են այս առումով, որտեվ սպիտակի էսթետիկան եթե ունենք, այսինքն ատամները եթե գեղեցիկ է սպիտակ են, բայց վարդագույնը, այսինքն լնդերը բորբոքված են, խաթարված են, այս պարագայում մենք ժպիտ որպես այդպիսին, հա, էսթետիկ ժպիտ չենք ի վիճակի չենք, այո։ Դրա համար կներեք, այս արտահայտությունն ունենք, հա, սպիտակի եւ վարդագույնի հարմոնիա, դա շատ կարեւոր է, այսինքն ոչ լինի միայն լինեն սպիտակ, հա, ատամներ, առողջ ատամներ, այլ լինի վարդագույնը եւս առողջ եւ ստացվի արդեն գեղեցիկ հարմոնիկ ժպիտ։ Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, վստահ եմ թեման շատերի դեր հետաքրքրում եւ շատերը պարզապես չէիք կանգ առել այդ մտքի վրա, որ բերանի խորոչի հիգիենան, ատամնաշարի առողջ եւ գեղեցիկ սպիտակ լինելը նախ եւ առաջ պետք է պայմանավորված լինեն առողջ լնդերով։ Այս առումով շատ ուրախալի է, որ Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիան տանում է պատշաճ աշխատանք եւ ես այսօր պատիվ ունեի զրուցելու Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ պերիոդոնտոլոգ, նաեւ էսթետիկ ստոմատոլոգիական կենտրոնի մասնագետ Լուսինե Հարությունյանի հետ։ Եվ մեր հորդորը նույնն է՝ ուշադիր լինել առողջության յուրաքանչյուր փոփոխությանը, ոչինչ չթողնելով վաղվան։ Եղեք առողջ եւ շփտացեք անկեղծ, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։